Տեր վրթանեց, վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ իշխանությունը կարծեք թե նահանջել է իր նախնական, այսպես արշավից եկեղեցու վեհափառի դեմ։ Ձեր կարծիքով դա ինչով է պայմանավորված։ Ինչու են հիմա որոշել, որ օրինակ հիմա Նիկոլ Փաշինյանը գնում է եկեղեցի, վեհափառի անունը լսում է ու կարծես թե ԱԱԾ-ն նրա հետևից չի գալիս։ Այսպես ասեմ, նախընտրական շրջան է, իրենք վստահ եմ տեղյակ են, որ հասարակության մեծ մասը վեհափառին աջակցում է, այսինքն հոգևորականների եւ բարձրաստիճան եւ քահանայից դասի 90%-ի վեհափառը աջակցություն ունի եւ ժողովրդի մեծ մասի աջակցություն ունի եւ տեսնում են, որ հակաեկեղեցական է շարժման ընթացքում իրենք նաեւ ձայներ են կորցնում, հասարակությունը դրան ընդդիմանում է եւ հասկանում են, որ այս շրջանում գոնե պիտի, եթե ուզում են ընտրությանը վերարտադրվեն, պիտի խուսափեն եկեղեցու հասցեին քննադատական այսպես արտահայտություններ անել։ Ժամանակավոր դադար է ձեր կարծիքով։ Հուսով ենք դա մշտական դադար կլինի, հունիսի 7-ից հետո կունենանք այնպիսի իշխանություններ, որոնք աստվածասեր կլինեն, եկեղեցասեր կլինեն, հայրենասեր կլինեն եւ նաեւ մայրաթորի հետ էլ, ասենք, ջերմ հարաբերություններ կունենան եւ կհամագործակցեն ազգային, հոգեվոր, մշակութային հարցերում եւ ես կուզեմ, որ միասնականություն լինի մեր եկեղեցում, որտեվ միասնականություն անվե, որ բոլոր բարիքները ստանում ենք, որտեղ սեր, միաբանություն կա, այնտեղ աստվածային շնորհներն են հանգրվանում։ Իսկ այս փորձություններից եկեղեցին ինչպես այս պահին դուրս եկավ, այսինքն այս փուլում, այս ամեն ինչը անցնելով եկեղեցում արդյոք ինչ որ բաներ վերանայել են։ Պահքի շրջանն է հիմա, եկեղեցին ինքը ինքնամաքրվող կառույց է։ Այն բոլոր խնդիրները, թերությունները, որ ժամանակի ընթացքում մեր եկեղեցում ի հայտ են գալիս, մենք եկեղեցականներով, նաև հավատացյալ ժողովուրդը փորձում ենք ապաշխարության միջոցով դրանցից մաքրվել։ Եկեղեցին ինքը մշտանորոք կառույց է, Հիսուս Քրիստոս երեկ, այսօր եւ հավիտյան նույնն է, եւ այս շրջանում նաև ունեցած խնդիրները, թերությունները, մեր բաց թողումները փորձում ենք մենք լրացնենք եւ ավելի միասնական լինենք, փորձենք այս նաև առաջիկայում եկեղեցու առջև ծառացած խնդիրները պատշաճ կերպով լուծել, որտեղ եւ Փառք Աստծո նաև այս ընթացքում մենք տեսանք, որ եկեղեցականների հիմնական մասը ունեն նույն տեսիլքը եկեղեցու ազգի ապագայի հետ կապված։ Դու կարծում եք, որ այն հոգևորականները, սրբազանները, որոնք միացել էին Փաշինյանին, նրանց մոտ տեսնում եք նահանջելի, նրանք գուցե փոշմանել են, եթե փոշմանել են, հետ վերադառնան եկեղեցի, ինչպես կլինի այդ ամեն ինչը, ձեր կարծիքով կընդունի վեհափառը նրանց, այսպես ասած, ներողությունը։ Վեհափառը սիրող հայր է, հոգատար է, կարեկից է, զղջացողին մեղքը ընդունող է եւ կարծում ենք, եթե նման իրավիճակներ լինեն, վեհափառը կարող է այդ իրավիճակներում էլ իր հայրական մեծահոգությունը ցուցաբերել բոլորի նկատմամբ, ինչպես տարիներ շարունակ ցուցաբերել է։ Դա տպավորությամբ իրենք զղջացել են։ Ասենք ես չեմ պատկերացնում իրենք ինչպես են պատկերացնում, որտեվ ես կարծում եմ իրենք պիտի այդ վիճակում նաև չհայտնվեին, որտեվ շատ ցավալի ծանր վիճակ է։ Հոգևորականը պիտի իր կոչումին հավատարիմ, Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, Վեհափառ Հայրապետին տված ուխտին հավատարիմ պետք է իր ողջ կյանքում ծառայի եւ եթե այսպիսի սայթակումներ լինում են, պիտի ժամանակին զղջումով վերադառնան Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, որտեղ իրենց երկնավոր հայրը իրենց սպասում է եւ կարող է իրենց մեղքերին թողություն տալ։